Իսկ հիմա ես ուզում եմ խոսել, ձեզ արդեն բացատրել նախագահ Թրամփը հրաման էր տվել, որ Իրանը ռմբակոծեն այսպես B երկու տեսակի օդանավներ ռմբակոծեցին ամենամեծ ռումբը, որ կարելի էր գտնել։ Ինքը Ամերիկան մինչ հիմա չէր օգտվել այդպես, որտեղ 13,600 կիլո ռումբ, 30,000 pound ռումբ վայր գցեցին այս 7 օդանավները, ռումբերը գցեցին այն տարածքը Ֆերդո, որտեղ համարվում է, որտեղ գետնափորում շատ խորքում, պատկերացրեք, ահա այսպես, այնտեղ տարածք էին պատրաստել 4 տեղից սարի տակում, այսպես, այդ աշխատանքը ատոմական ռումբ էին ըստ ամերիկյան, եվրոպական այդ լրտեսական սարքավորումներ ասեն էին, որ այդպես աշխատանք է տեղի ունենում։ Թվում է հիմա, երբ որ այդպես ռմբակոծեն են, եթե այդպես էր, պետք է այս ատոմական ճառագայթներ լիներ, բայց ասում են ոչինչ չի պատահի, այդտեղ քննեն են, ճառագայթներ չկա, ուրեմն երկու բան կարող է պատահի։ Մեկ, ոմանք ասում են, որ Իրանն ասել էր, որ այդ ինչ որ պատրաստեն էին, եթե ուզում եք ռումբ պատրաստեք, պետք է ուրանիումը 90% հարստանա, աշխատեն, հասցնեն 90%։ Թվում էր Իրանը 60% ունի, եւ դրանք նկատի էին առել, գիտեին, որ կարող է ռմբակոծեն, կարծեք տեղափոխեն էին, դա կարող է լինել, կամ այդպես հարմարություն չունեին, որ այդքան ասում էին, բայց կարող է չեն կարողացել այդ 60%-ով հարստացնեն, որովհետև ասացի այդ ճառագայթները շրջապատում, երբ որ չափեն են, քննում են, տեսնում են, չկա այդպես, ոչ մի վտանգավոր հարց չկա այդ տարածքի համար, որ սա գտնում է Ղոմ քաղաքը, Ղոմ քաղաքի մոտ, որտեղ կրոնական այսպես կրոնական քաղաքն է այդ Ղոմը, որը կղերականներ այդտեղ են, մուլաներ այդտեղ են եւ այսպես, բայց չի թվում, որ մի բան են տես։ Ես հիմա ուզում եմ, իհարկե, Ամերիկայի պաշտպանության նախարարությունը, որ այս հարցերը հետևում էր, իրենք հայտարարություն էին տվել, այսինքն հայտարարությունը գրվել էր, բայց ոմանք կարողանում են բացահայտեն այդ ներքին տեղեկություն, ինչ որ Ամերիկայի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը ուներ, այդ ներքին տեղեկությունը բացահայտվում է եւ այնտեղ ասել են, որ 3-ից 6 ամիս այդ աշխատանքը, ինչ որ Իրանը անում էր հարստացնելու ուրանիումը, հետ է ընկել։ Նախագահը ասում է, նրանք սխալ են, այս պաշտպանության նախարարության այդ կազմակերպությունը, ինչ որ այդ զեկույցը չի ասում չեն գրել, ուրեմն պաշտպանության նախարարության մասնակիցները գրեն են, որ 3-ից 6 ամիս հետ են ընկել։ Նախագահը ասում է, նրանք սխալվել են, սխալ են, 6-ից 10 տարի այդ ուրանիումի աշխատանքները Իրանի հետաձգված է հիմա, հետ է այդքան վնաս հասել իրեն։ Ես այստեղ հիմա ուզում եմ ցուցադրեմ, որպեսզի բացատրեցի, որպես ավել պարզ լինի, ինչ եք տեսնում։ Նախագահն է, որ ասում է, որ ես կարևոր չի ինձ համար, որ եթե համաձայնություն կա Իրանի եւ որովհետեւ մի վայրկյան երկուսը, այսինքն Իրանը եւ Իսրայելը իրար ռմբակոծում էին եւ այդ մտահոգությունը կար, որ նախագահը ասել էր, որ կարևոր չի իրենք համաձայնվում են թե ոչ, իսկ նախագահը հիմա, մինչ հիմա, այսինքն ՆԱՏՕ-ի գերագույն ժողովին 32 երկրների ժողովին էր մասնակցել, այստեղ տեսնում եք այդ համագումարը, որը Նիդերլանդ, Հոլանդիա տեղի էր ունենում, ՆԱՏՕ-ի գերագույն ժողովն եք տեսնում, Թրամփը այդտեղ մասնակից է, այսպես տեսնում եք։ Իր կողքին կանգնած են աչում, ձեր աչում, նայում եք աչում Թրամփի իհարկե ծախում, մեր էկրանի աչում
արտգործ նախարար Ռուբիոն է, հեքսետ Ամերիկայի պաշտպանության նախարարը ծախում տեսնում էիք, այսպես ռմբակոծեն են այդ պատկերներ, ինչ որ ասում են ատոմակայանը լրիվ հողի հետ հավասարեն են, ասում են նախագահ Թրամփը իհարկե, եւ այս իրենց ասացի Defense Intelligence Agency, սա գաղտնի տեղեկություն է, որ հանկարծ բացահայտվեր այդ այսպես հետախուզական կազմակերպություն կամ հաստատությունը պաշտպանության նախարարում գրել են այս, բայց հետո բացահայտվել է, որ 3-ից 6 ամիս վնասը հասել այդ սարքավորումներին։ Նախագահ Թրամփին այդ հարցնում են, ինքը ասում է, չէ, 10 տարի նրանք այս կարողությունը ռումբ ունենան, շատ երկար տարիներ հետաձգվել է։ Այս ինչ որ Իրանի ղեկավարությունից այստեղ տեսնում եք Իսմայիլ Բաղայի անունով, որտեղ Իրանի ղեկավարներից է, ասում է, խիստ վնաս է հասել այդ կենտրոնին, հիմա հայտնի չի, սա ճշմարտորեն է ասում, թե այդ ասում է, որովհետև որպեսզի նորից հարձակումներ չլինի, այսինքն եթե մտածեն, որ 3-ից 6 ամիս է, ոչ մի վնաս չի ասել, ուրեմն պետք է նորից կան ռմբակոծեն։ Երևի դրա համար է ասում, թե ճշմարիտ, ինչ որ ասում է ճշմարտություն է, դա չգիտենք։ Եվ իրանցիները իհարկե այնտեղ Իրանում ցույցեր են կատարում, որ հաղթել են ռումբ էին ղրկել դեպի ամերիկյան այսպես խարիսխը բեյսը ամերիկյան ուղարկել էին։ Իսկ ամենայն դեպս Ամերիկան ասում է մենք տեղեկություն ունենք, որ խիստ վնասվել է ատոմակայանը եւ տարիներ կտևի, եթե ուզեն վերականգնեն ինչ որ ունեին այդ սարալանջին կամ սարի տակ, այսպես են ասում։ Հիմա տեսնում եք, սա Իսրայելում է, բոլորը դուրս են եկել ուրախ, ցախում տեսնում եք NATO-ի կամ NATO-ի Secretary General, գլխավոր քարտուղարը ամենաբարձրաստիճան անձն է, նախապես նաև ինքը վարչապետ է եղել, ամենայն դեպս հիմա ՆԱՏՕ-ի ղեկավարներից Secretary General-ն է, այնտեղ Թրամփի հետ նստած էին եւ միտեղ Թրամփը խոսում է այս, որ ասում է երկուսին ասացի, որ խաղաղ կան, այսինքն հաշտության կան, եւ ինքը այդտեղ ասում է, որ Daddy has to sometimes use a strong language to get to stop. Ուրեմն այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասում է, որ երբեմն, որովհետև Թրամփը ասել էր, որ երեխաների նման, երբ որ երեխաները իրար հետ կռվում են, վիճաբանում են, դուք մի քանի րոպե պետք է թողեք, որ իրար ծեծեն, վիճաբանեն, հետո որպեսի խաղաղ վիճակ լինի։ Եվ այստեղ է, որ ասած այս անձնավորությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր քարտուղարն ասում է, որ հայրը երբեմն պետք է խիստ կռվի կամ հրաման տա, որպեսի այդ անձիկ դադարեցնեն իրենց այդ վիճաբանությունը, կռիվը դադարեցնեն։ Եվ այդպես է բացատրում Թրամփի այդ աշխատանքը։ Ամենայն դեպս ինչ որ տեսնում եք այդ ատոմակայանն եք Իրանում տեսնում, որը պատկերները Ամերիկան բացահայտել է, նրանք որ հետախուզական կազմակերպության հետ մոտիկ են, ասում է այդ ինչ որ հարստացրել են, հիմա սա մեկ ուրիշ մասնագետ կամ տեղյակ մարդ ասում է, հարստացրել են, վնաս չի հասել, այսինքն այդ ուրանիումը, որ հարստացրել իրենը, այդ ուրանիումին վնաս չի հասել։ Մենակ, որ նախապես իրենք իրանցիները տեղափոխել էին, այդտեղ չէր, որ կարողանան մեկը վերացնի, այսպես են բացատրում։ Այստեղ տեսնում եք Ամերիկայից այդ B-2 տեսակի ամենահզոր օդանավներ 7 հատ 125
25 ուրիշ օդանավներ իրենց հետ տեսնում եք գնում են հասնում են Իրան 3 կենտրոն ռմբակոծելու Ֆերդո, Նաթանզ եւ Իսֆահանում այդ ատոմակայաններ ինչ որ Իրանը ունի, տեսնում եք այս օդանավներն են ամերիկյան, որ այն 7-ը դրանք որ երանկյունի են 7-ը այս օդանավն է, որ հարյուրավոր միլիոն դոլար արժի, կարողանում է անցնի ամենտեղ ռադարը չեզոքացնում, այսինքն այս օդանավը կարողանում է, եթե ռադար կա, օդանավները որ գնում են, երկրները ռադարներ ունեն, որ անդրադառնում են օդանավ անցավ, բայց այս օդանավը կարողանում է այդ բոլորը չեզոքացնի, որ իրենք որ անցնում են ոչ մի անց այդ երկրում, օրինակ Իրանի նման տեղյակ չի եղել, որ այդ օդանավը երբ մտավ, ռմբակոծեց ու վերադարձավ։ Իսրայելը ինչ ռմբակոծեն է Իրանի տարբեր տարածքները, այստեղ տեսնում եք, տեսեք քանի տեղ Մաշհադ տեսնում եք այստեղ լրիվ Թեհրանի շրջանը եւ արևմտյան Ադրբեջանը, Իրանի Ադրբեջանը այստեղ ռմբակոծեն է, այս վերևում տեսնում եք, ահա այսպես այդ ռմբակոծումներն է ինչ որ Իսրայելը կատարել։ Հիմա ընդհանուր ինչ որ ասացի, Իսրայելի այդ օդուժը Air Force տեսնում եք Իրանում ինչ է արել 1480 տարբեր զինվորական կետեր Իրանում ռմբակոծեն է, այսպես տեսնում եք 1500 թռիչք է տեղի ունեցել Իսրայելի օդանավների, ռազմօդանավների միջև, բայց այդ վառելանյութը ամերիկյան օդանավին մոտեցեն են, վառելանյութ վերցրել են ու շարունակեն են մինչև Իրան գնացել են 1500 թռիչք դեպի Իրան պատահել է 3500 ռումբ վայր են գցել Իրանի վրա եւ 600 անգամ ստիպված են եղել վառելանյութ օդանավները վերցնեն այդ Իսրայելի ռազմօդանավները եւ դա ամերիկյան այդ թանկերները որ կարողացել են այդ վրան վերցնել։ Հիմա ով քանի մարդ է մահացել։ Իսրայելում 30 մարդ է մոտարապես մահացել, որտեղ Իրան նաեւ հրթիռներ է ուղղել։ Եթե Իսրայելի շուրջը գմբեթ կա, որ 5 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկան է տվել իրենց, որ հրթիռները մեծ մասամբ Իրանը ինչ որ ուղարկեն է 90%-ը չեզոքացրել է այդ համակարգը։ Հիմա Իրանում 1000-ից ավել մարդ է մահացել, տեսնում եք այսպես, դրանց մեջ շատ 17-ը Իրանի բարձրագույն գեներալներ են մահացել, բայց մեծամասնությունը ասարակ մարդն է, սովորական մարդն է, ինչ որ զոհ է գնացել այս պատերազմի ժամանակ։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը, այն ժամանակ պետք է խոսեմ փոթորիկի մասին, մի կամուր ձեզ ցույց տամ, շոկ է ամենտեղ, տեսնեք ինչ են անում, որ այդ կամուրջը կարողանան չվնասվի, մարդիկ կարողանան օգտվեն։ Ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը, գտնում է Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Հեռախոսահամար տեսնում եք շատ հեշտ է, հիշեք 816-6000777։ Եթե մի տեղատունից տեղ եք վերցնում, կողջ եք, զանգահարեք, իրենք խոստանում են, որ դուք անպայման իրենցից կողք կմնաք։ Այս հեռախոսահամարն է։ Դոկտոր Բարսեղյանը Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում Alpha One Dental կենտրոնից։ Եթե որևէ հարցեր ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ, արյունոսություն ունեք, ատամի պրոթեզ պիտի տեղադրեք, բոլոր այդ աշխատանքները կարող եք կատարեք, հեռացայինելով այստեղ ժամադրություն վերցրեք։ 372 East Olive եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը։ M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը, խմիչք պիտի վերցնեք, նաև նպարատուն է, պանիր, կարակ, պրինց եւ այլն բոլորը այստեղ ունեն, ինչ որ գնեք, եթե $30 եւ ավելի այստեղ առևտուր անեք, 10% զեղչ եք ստանալու։
Նաև EBT card-ը իրենք ընդունում են։ Եթե EBT card ունեք, կարող եք գնալ այնտեղ 1951 West Glenox փողոց։ Գլենդելում է, բայց Burbank-ին մոտ է մասամբ։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի ապարտման եք վարձել կամ առանձնատուն եք վարձել, այնտեղ պետք է բնակելի լինի, ինչ որ վարձեր եք ձեզ տվել են, պետք է բնակելի լինի, այսինքն չպետք է լինի այնտեղ միջատներ, պահարանները բացում եք, միջատները վազում գնում են, մրջուն չպետք է լինի, մուկ չպետք է լինի, եթե այդպես է զանգարեք, դուք ոչինչ չեք վճարում, եթե ինքը կարողանա ձեզ համար հատուցում ստանա, հետո իրեն կվճարեք, նախապես որևէ գումար չեք վճարում, խորհրդակցեք զանգարելով այս հեռախոսահամարին կվերադառնա։ Վեցը խոշոր փոթորիկ Մինեապոլիս, Մինեսոտա նահանգում տեղի է ունեցել, որը մեծ վնաս է հասցրել, այստեղ տեսնենք միասին եւ տեսնում եք այդպես տեսեք փոթորիկը գալիս է իր ճանապարհին հողի հետ ավասարում է ամեն ինչ, իսկ մեկ կամուրջ ինչ որ տեսնում եք այնքան տաքանում է այս կամուրջը, որտեղ տեսնում եք այս կամուրջը CTF տեսնում եք այնտեղ գրված է, ստիպված են լինում կան ջուր լցեն այս կամուրջի վրա, որպես կարողանան օգտագործելի լինի, այսպես տեսնում եք, եթե շատ շոկ է, անգամ երթևեկության նաև կարող է վնաս հասցնի։ Ես հիմա ուզում եմ խոսել American Airlines-ի մասին, որ Las Vegas-ից այս օդանավը բարձրանում է, ինչ որ տեսնում եք, հետո անկարծ բարձրանալիս տեսնում են մեկ էնջինից, մոտորից կրակ եւ ծուխ է լինում, անցնենք առաջ, որ տեսնեք այս ճամփորդները այդտեղ լինում են, այս թռիչքն է, իրենց զանգում են եւ ասում են, որ մեկ մոտորից հրդեհ տեղի ունենում, կրակ է տեղի ունենում այդ եւ ծուխը այդտեղ կա, մոտորից կրակը տեսնում են իրենք, իհարկե երբ որ օդանավը բարձրանում է բնականաբար, երևի դուք եղել եք օդանավի մեջ, տեսնում եք շատ ճնշումի տակ է օդանավ բարձրանում է, անմիջապես հետ է վերադառնում, շատ չի հեռանում Լաս Վեգասից, որպեսզի Շարլոտ գնում էր դեպի Շարլոտ, անմիջապես վերադառնում է, որ ճնշումը տեսնում եք, երբ բարձրանում էր, կրակը տեսնում եք, ու վերադառնում է անմիջապես ու իջնում է հենց Լաս Վեգասում եւ ճամփորդներին մի ուրիշ օդանավով ղրկում են։ Այսպես տեսնում եք Լաս Վեգասից գնում է Շարլոտ, 153 ճամփորդներ, 6-ը աշխատակազմներ, օդաչու եւ սպասարկողները մի քանի րոպեից տեսնում եք հետ է վերադառնում ու իջնում է Լաս Վեգասում առանց վնաս հասցնելու American Airlines mechanical issue ունի եւ հետո օդանավին քիչնում է գնում է մինչեւ գեյթի մոտ կարողանում է գնալ եւ ոչ ոք բարեբախտաբար օդանավի մեջ դրսում որևէ վնաս չի ասել ասացի երբ որ իջնում է ի տարբերություն բարձրանում է շատ ճնշումի տակ է օդանավը ու դրա համար անմիջապես իջնում է որ այդ ճնշումը այդ հրդեհվող մոտորի վրա պակսի ճնշումը ես հիմա ուզում եմ խոսել նաև ընտրությունը Նյու Յորք քաղաքի քաղաքապետի ընտրությանը այնտեղ Քոմո անունով որ իր հայրը նաև նահանգապետն է եղել Նյու Յորք քաղաքի ինքը նաև 3 նստաշրջան այնտեղ էր եղել իրեն մեղադրեցին որ կանանց ասել էր որ ինքը ցանկություն ունի այդտեղ Նյու Յորքի նահանգապետի գրասենյակում որ ինքը նահանգապետն էր միայն ասել էր որ մենակ է ինքը ցանկություն ունի բաժանված էր իր կնոջից մի քանի տարի ցանկություն ունի օրինակ մտերմանա կանանց հետ եւ այլն այսպես արտահայտություն էր արել
Ամենայն դեպս մեծ աղմուկ բարձրացավ ստիպած եղավ հրաժարվի իր երրորդ նստաշրջանում էր այն ժամանակ թվում էր որ նախագահական տեխնացու պիտի լիներ բայց այսպիսով թողնում հեռանում է հիմա մի մոտավորապես 6 տարի այդ ժամանակվանից կամ 7 տարի անցել է եւ իր տեխնացությունը դրեց քաղաքապետը դառնա Նյու Յորքի պատկերացրեք նահանգապետն էր Նյու Յորք նահանգի քաղաքապետ դառնա Նյու Յորքը ամենամեծ քաղաքն է Ամերիկայի բնակչությունը 8 միլիոն մոտարապես 400,000 մարդ է ապրում երկրորդ ամենամեծ քաղաքն է Լոս Անջելեսը 4 միլիոն մարդ է ապրում պատկերացրեք ինչքան ավելի մեծ է Նյու Յորքը եւ ամենախոշոր բիզնեսները գտնվում են Նյու Յորքում այդ Նյու Յորք քաղաքի մեջ ամենայն դեպս իր տեխնացությունը դրեն էր դեմոկրատները իրենց նախնական ընտրություն ունեն ռեփաբլիկանները իրեն Նյու Յորքում սովորաբար այսպես է եղել տարիները միայն դեմոկրատներն են ընտրվում տարիներ առաջ իհարկե ռեփաբլիկան ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ բայց վերջին տարիներում միշտ դեմոկրատներն են ընտրվել ուրեմն իր տեխնացությունը դրեն էր խոշոր գումար կարողանում են իրեն հատկացնում են այսինքն միլիարդատերներ նաև գումար են տալիս իրեն եւ բայց մի 37 տարեկան երիտասարդ որը շատ այսպես ծայրահեղ դեմոկրատ է այս common մասամբ այսպես միջին եզրներ ընտրել գնում է նա ավելի ծայրահեղ է տարբեր առաջարկություններ ունի դեմոկրատ է ծայրահեղության էր գնում կարողանում այս երիտասարդը հաղթահարի եւ ամենաբարձր քվենը ունենում դեմոկրատների մեջ հիմա ով որ ընտրվի որ այս երիտասարդը հիմա այդ տեխնացուն է հետո նոյեմբերին պետք է մրցակցի ռեփաբլիկանների տեխնացուի հետ բայց ռեփաբլիկանը բնա բախտը չունի ընտրվելու միայն հիմա ի բախտավոր այդ ռեփաբլիկանը դեմոկրատները օրինակ common ասում է որ ինքը կարող է որպես անկախների տեխնացու մասնակցի ընտրությանը ոչ թե դեմոկրատների տեխնացու այլ անկախների տեխնացու նաև նա քաղաքապետի հիմիկվա Adams որ անցյալում շատ խնդիրներ ունեցել իրեն տատի էին տվել աշխատանքից պետք է անեին նախագահ Թրամփը ներում է տալիս իրեն եւ շարունակում է ասում է ինքն էլ նաեւ անկախների կողմից տեխնացությունը գտնի ուրեմն սրանք բայց թե common դեմոկրատ եղել թե Adams-ը որ հիմիկվա քաղաքապետն է դեմոկրատ եղել հիմա նա որ 30 քանի տարեկան է տեխնացու ուրեմն սրանք բոլորը ավելի շատ դեմոկրատների մոտ հետաքրքրություն է ստեղծում կարող է քվեն շատ բաժանվի ես իմ այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ ինչ է տեղի ունենում սա Նյու Յորք քաղաքն եք տեսնում Կոմո տեսնում եք ցախում աչում այդ երիտասարդն է որ հնդիկ մայրիկ իրեն ինքը ստեղծում ինքը 7 տարեկան է եղել եկել է այս երկիրը հնդիկ է մայրը հայրը Աֆրիկայից եկող է ամենայն դեպս կարողանում է հաղթի այստեղ կոմոին եք տեսնում որ գնացել էր ընտրությանը մասնակցելու բայց ամենայն դեպս ընդունում է որ ինքը հաղթվել է եւ շնորհավորում է իր մրցակիցին այդ 30 քանի տարեկան երիտասարդին որ ոչ ոք չէր ավատում սա կարողանար հաղթել բայց եւ այնպեսի զարմանալիորեն եղել է նախագահ Դոնալդ Թրամփը ասում է որ այս անձը կոմունիստ է այսինքն այս անձը որ հաղթարել է ուզում է քաղաքապետ դառնա եւ վտանգավոր անձնավորություն է ասում է նախագահ Թրամփը եւ դեմոկրատները ծայրահեղության են գնացել տեսնում եք սա Adams-ն է հիմիկվա քաղաքապետն է որ ասել է ինքը նաեւ իր տեխնացությունը կտնի որտեղ դեմոկրատների կողմից չէր կարող տեխնացությունը անկախ նոյեմբերին ընտրության կմասնակցի շատ տարօրինակ ընտրություն է տեղի ունենալու նոյեմբերին Նյու Յորք քաղաքում
Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Նյու Ջերսիում մեկ շենք ցուցադրեմ ձեզ, հետո նրանից Ուկրաինայի մասին խոսեմ։ Մեկ աղջիկ Չինաստանում գետի մեջ են գնում կամ խիստ հեղեղը տեղի ունենում, ջուր իրեն տանում է, դա ցուցադրեմ ձեզ։ Ծրագիրը հովանավորում է Հակոբ Չոփորյանի փաստաբանական գրասենյակն հովանավորում այս ծրագիրը։ Հակոբ Չոփորյան եւ իր երկու դուստրերը, որ երկուսն էլ փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք, ակսիդենտ ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգահարելով այս պաստառի վրա երևացող հեռախոս համարին։ Նրանք իր դուստրերը 7-ից 10 տարվա փորձառություն են եւ Հակոբը 35 տարվա փորձառություն ունի։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում։ Grand View-ի հատման կետին շատ մոտիկ է, բայց Գլենոքս փողոցի վրա տեսնում եք այստեղ ճաշ եւ ընթրիք պիտի գնաք, կարող եք այցելեք Քարավան ռեստորան։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում, եթե Հայաստան գումար պիտի ուղարկեք, եթե $100 ուղարկեք, $1 եք վճարում, 1%, $500 ուղարկեք, $5 եք վճարում։ Ուրիշ դրամ փոխանցող ընկերությունները 3.5-ից 5% են վերցնում։ Այսինքն նրանք կարող է $100 համար $5 վերցնեն, $100 փոխանցեք, Երևան Shipping-ում եթե $1000 ուղարկեք, $5 եք վճարում։ Իսկ ծանրոցները իրենք նավի միջոցով ղրկում են, 2.5 ամիսից 3 ամիս տևում է մինչև ծանրոց հասնի Հայաստան։ Իսկ օդանավով նաև կատարում են այդ աշխատանքը, գինը խիստ իջեցրել են, որ մոտարապես համահավասար է լինում ինչ որ օվկիանոսով ջրի միջոցով ղրկեք, բայց մի քանի օրից հետո ձեր ազգական իր ծանրոցը կստանա Հայաստանում, այս տեսնում եք։ Երկու կենտրոն ունի Երևան Shipping, Lancashire փողոցի վրա North Hollywood, Glendale-ում East Palmer եւ Adams փողոցի հատման կետում գտնվող կվերադառնա։ Նյու Ջերսիում շարունակենք տեսանյութը, այսպես տեսնում եք մի խոշոր շենք թափվում է, մեկ հոգի վիրավորվում է, ուրիշներ կարողանում են շենքի միջից փախուստ տան, այսպես տեսեք տարօրինակ դեպք ինչ որ Նյու Ջերսիում պատահում է։ Իսկ հիմա ես ուզում եմ Ուկրաինայի մասին խոսեմ։ Ռուսաստանը շարունակում է ռմբակոծումը Ուկրաինայում։ Նախագահ Թրամփ ասել է ինքը չի ուզում այդ պատերազմին մխրճվի, նախագահ Թրամփը երբ որ աշխատանքեր եկել, ասում էր անընդհատ Ամերիկան ուրիշ երկրների պատերազմին է մասնակցում, դրա համար էր երբ որ ռմբակոծեց Իրանը, քննադատեցին ոմանք, նաև ներկայացնի տան մեջ իրեն ամենամեծ հովանավորողներից Marjorie Taylor Meekin, ներկայացնի տան անդամ, որ ասաց մինչ հիմա Թրամփը ասել է, որ չպիտի գնանք ուրիշների պատերազմում մխրճվենք, ինչու ենք գնում Իսրայելի համար ռմբակոծում Իրանը, այդպես արտահայտություն էր արել։ Եվ հիմա այստեղ ես ուզում եմ շարունակել, տեսնեք դուք Ուկրաինայի պատերազմն է, որ Ռուսաստանը դեռ ռմբակոծում է, ռմբակոծել է մեկ շենք 19 հոգի մահացել են, մեծ վնաս անգամ գնացքին, այստեղ տեսնում եք 300 հոգի վիրավորվել են Ուկրաինայում, սա խոշոր ռմբակոծում է, ինչ որ մեծ աղետ Ուկրաինայի համար։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ մի երեխա, որ հեղեղի հետևանքով գնում է եւ այսպես մեծ խողովակներ, ինչ որ ջրատար խողովակներ գոյություն ունեն, այնտեղ գնում են իրեն օգնելու, փրկարանները գնում են այդտեղ, որպեսզի կարողանան իրեն օգնեն, այստեղ տեսնում եք իրենք հրշեջները մտնում են ներս ու կարողանում են այս երեխային, այս աղջկան փրկել։ Դեպքը տեղի ունեցել Չինաստանում, Չինաստանի National Fire Rescue Administration այս վիդեոն հատկացրել է լրատվական միջոցներին, այդ
խողովակը պատկերացրեք 20 ֆիտ 6 մետրանոց խողովակ է, այդքան խոշոր մեծ է այդ խողովակը, ինչ որ տեսնում եք, կարողանում են բարեբախտաբար իրեն, տեսնում եք, քաղաքը մնացել է ջրի տակ, հրշեջներն են, որ լոդկաներով են քաղաքի մեջ աշխատում, որոշ շենքեր փլվել են, այսպես տեսնում եք կենտրոնում, եւ այս տեսանյութն է, ինչ որ Չինաստանի կառավարությունը տրամադրել է։ Ես պիտաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից, տարեցներին խափում են, կողերը հեռաձայնում են եւ իրենց գումարը կողոպտում են, բանկի հաշիվ են վերցնում, ուրիշ տարատեսակ խափում են տարեցներին, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը, Vivaldi Venues եւ Catering գտնվում է Glendale Boulevard-ի վրա է գտնվում։ 3 սրահներ ունեն, 120, 150 եւ 300 տարողությամբ։ Եթե հարսանիք կնունք պետք է կատարեք, այդտեղ կատարեք։ Նաեւ ամեն օր ճաշ են առաջարկում։ 5 հոգու համար, 10 հոգու համար կարող եք զանգարեք։ 5 հոգու համար $150 է այս ճաշը, որ ներառում է շատ ուտելիք ներառում է։ Նաև տարեդարձներ երեխաների համար յուրահատուկ այդպես ունեն, որ կարող եք զանգարեք, եթե տարեդարձ եք տոնում երեխաների համար, ուտելիք են բերում, որ այդ երեխաների տարիքի հետ համընկած իրեն ցանկացած ուտելիքները կլինի։ Vivaldi Banquet Hall-ի հեռախոսահամարը տեսնում եք այդտեղ։ Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում։ Եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եւ նաեւ եթե accident եք ունենում, ավտովթար ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին պաստառի վրա երևացող։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, ձեզ է առաջարկում 31 տարվա փորձառություն է, աչքի վիրահատող բժիշկ է ինքը, այստեղ զանգահարեք, եթե որևէ հարց ունեք ձեր աչքի հետ, ջուր է հոսում, ագնոցի կարիք ունեք, ագնոց տարիներ օգտվել եք, էլ չի օգնում ձեզ, ուրիշ աչքին հետ վերաբերող հարցերի ժամանակ զանգարեք ժամադրություն վերցրեք։ Court Furniture հովանավորում է ծրագիրը Central եւ Մրթել փողոցի հատման կետում է, իսկ Orange County-ում Euclid եւ 405 Freeway, Santa Ana-ում խանութ ունեն, Ամերիկայում մեկ խանութ ունեն, ամենամեծ ֆուրնիչերի խանութն է, 100 խանութ ունի Court Furniture-ը Ամերիկայում, որտեղ բնակվում եք զանգարեք, կարող այնտեղ Court լինի, Court Furniture լինի։ Եթե նոր matress պիտի գնեք, տարատեսակ ձեզ matress են առաջարկում։ Անպայման այցելեք Court Furniture կվերադառնա։ Կողերը արտասահմանից աշխատում են նրանք, որ կխափվեն նամանավան տարեցներին, որ գումար ունեն մասամբ, հիմա քիչ շատ գումար ունեն, աշխատում են, որովհետև ավել հեշտ է լինում իրենց խափել գումարը կողոպտել անձի։ Օրինակ, հենց այսօր առավոտ իմ կինս նամակ է բերել, որ իմ ազգականներից մեկը Աղաջանյան անունն էլ նաև տրեն էին, ամենայն դեպս Եվրոպայում մահացել է եւ ինձի թողել է $32 միլիոն ինձի փող է թողել այդ իմ ազնիվ բարեկամը թողել է եւ ինձի պահանջում եմ, որ իմ տվյալները բանկից հաշիվը եւ այլն ղրկեմ, որ իրենք կարողանան հետաքրքրվեն ու գումարը փոխանցեն իմ բանկին եւ այնտեղ տեղեկություն է ուզում, երբեմն նաև Social Security-ն են ուզում, բանկի հաշիվն են ուզում, որպեսզի ձեզ կողոպտեն։ Ուրեմն տեսնելով, որ դուք 1 միլիոն ուզում եք թողնի ձեր ազգականը ձեզ 2 միլիոն, 32 միլիոն, ինչպես իմ օրինակում, չի տարբերում, անպայման կողոպտում են։ Եվ սրանք այս մարդիկ արտասահմանում են, Ամերիկան չի կարողանում այս գողերի հետ որևէ գործ ունենա։ Մեծամասնությունն էլ Աֆրիկայում
աֆրիկական երկրներից են այս ինչ որ կատարում են, բայց գրում է որ իմ ազգականս Եվրոպայում է եւ ահա այսպես մեծ գումար թողեն ինձ այնքան մեծ սեր ունի այդ 32 միլիոնը թողներ ինձ։ Հիմա դուք ուշադիր եղեք։ Ես մեկ ուզում եմ ձեզ ցույց տալ երկու ամուսիններ, որ 75 տարեկան են, այստեղ տեսնում եք, այստեղ այդ զոհն են գնացել, այս տարեցները այդ գողերի արտահայտչան, որ իրենց ասեն էին, որ դուք ձեր գումար վերցնեն եւ ուրեմն իրենց ասեն էին, որ credit card վերցնեն, Ռեբեկա credit card վերցնեն եւ այսինքն gift card վերցնեն, տեսնում եք այստեղ այդ gift card-ը գնացել են առեն են, gift card-ը համարը ասում են մաքրեք, այս gift card-ի վրա համարներ կա, ասում է համարը ինձ ասա, եթե gift card-ի համարը դուք տակ մեկին, նա կարող է այդ գումարը ասի, որ ուզում եմ հետ վերցնեմ, չեմ ուզում ապրանք առնեմ, գումարը տվեք։ Ու հայտնի չի ում են տվել, որտեվ ով որ այս gift card-ը ունի, պետք չունի իրեն տվյալները տա, ով gift card-ը ունի, տերն է դրան, այսինքն գնում եք մի բան գնեք, գործ չունեն դուք ով եք, եթե gift card-ը անգամ ճարեն եք փողոցից ու մաքրեք տանեք, ձեզ չեն հարցակնում։ Ուրեմն այս համարները, այս անձիկ տարեցները ինչ որ քիչ առաջ տեսակ, ամեն անգամ 1500 եւ այլն առեն են $20,000 չափ գումարը ուղարկում են իրենց, որովհետեւ ասում են, եթե անմիջապես չուղարկեք, դուք ապրանք եք գնել եւ չեք վճարել։ Ու այսպիսով կարողանում են վախեցնել, ոստիկանը կգա ձեզ կձերբակալի եւ այսպես ուրեմն այս գումարը այս տարեցներն են, որ անգամ այդ գողը իրենց հետ տելեֆոնով հետո որ գողացել է, հետները խոսում են սկադեմիկ սկամից գալով, ուրեմն դուք ուշադիր եղեք, միշտ կասկածեք, որ մեկը ձեզ ասի, որ էլեկտրոնիկ, այսպես կոմպյուտերային միջոցով ուզում է ձեզ ընկերանա, կամ ձեզանից տեղեկություն է ուզում, որովհետև դուք կարող եք չիմանաք ով է շահագործի։ Կառավարությունը, փոլիսը երբեք ձեզ email-ով, հեռախոս եւ տեքստով ձեզանից գումար չի ուզելու, անգամ IRS-ը հեռախոս չի անելու, ասի դուք պարտքեք կառավարության, IRS-ին պարտքեք $2000 ղրկեք, այդպես բան չի լինելու, ուրեմն հիշեք email-ով, տելեֆոնով, տեքստով ձեզանից կառավարությունը եւ փոլիսը գումար չի ուզելու, ուշադիր եղեք, եթե այդպես է, այսինքն գողեր են, որ աշխատում են ձեզ շահագործեն։ Այսքանը ես ուզեցի դուք հիշեք։ Հիմա ես ուզում եմ խոսել մեկ ուրիշ հարցի մասին, կրեդիտին վերաբերող։ Անցյալ ժամանակ այսպես էր, որ ասում էին դուք, օրինակ, մեկ company, Macy's-ը կամ Nordstrom եւ այլն, բոլորը ասում են հիմա կարող ես գնես 6 ամիս հետո, մի տարի հետո կարող ես վճարես։ Եվ ահա այսպես որ լինում էր, credit card-ի սկորին չէր ազդում։ Ամենալավ credit score-ը 850 է այս երկրում։ Իսկ եթե 400 է մեկի credit-ը score-ը, այսինքն շատ վատ է, այսինքն credit-ը, որտեղ կնա ոչինչ իրան չեն վաճ։ Մինչև 600 շատ վատ է, ամենայն դեպս։ 700 եւ ավելի, մանավանդ 720-ից ավելի է, լավ է սկորը, անձի սկորը լավ է, ամեն ինչ կարող է գնել։ Մանավանդ 760, եթե ավելի է սկորը անձի, ուրեմն գերազանց սկոր ունի, ամեն ինչ կարող է վերցնել։ Հիմա դուք մինչև հիմա այսպես էր, որ ինչ որ վերցնում եք խանութից, ասացի այդ խանութներ, Nordstrom եւ այլն, եւ ստիպված եք մի տարի հետո վճարեք, 6 ամիս հետո վճարեք, ձեր credit card-ի սկորին չէր ազդում։ Ինչքան դուք շատ պարտք ունեք խանութների, եթե մանավանդ 50%-ից ձեր այդ credit-ի սահմանից ավել լինի, ձեզ վնասելու է։ Այսինքն միշտ հիշեք,
մի խանութ եթե ցեզի 5000 կրեդիտ է տվել, երբևիցե 2500-ից ավել չպիտի մի բան առնեք, թե չէ ձեր սկորը իջնելու է։ Եվ հիմա մինչև հիմա ասացի չէր ազդում, անձը գնում էր $2000 մի բան էր գնում, ասում մի տարի հետո վճարի, չէր գրվում այնտեղ, անձի կրեդիտի վրա չէր ազդում։ Սրանից հետո ազդելու է, ուրեմն ձեր այդ կրեդիտ սկորը իջնելու է, որոշ ժամանակ ավել բարձր տոկոս են պահանջում, երբ որ մեկի կրեդիտ սկորը շատ ցած է։ Հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ մասամբ, ինչ որ տեսնում եք վաճառքը, հիմա սկսեն են արդեն ասում են հիմա գնիր, հետո վճարիր։ Հետո տեսնում ենք նրանց էլ, որ ասեն են, որ որոշ ժամանակից հետո buy now pay later 41%-ով նրանք որ այդ օգտվեն են այդ առիթից ուշացումով են վճարել իրենց ինչ որ պարտք են եղել եւ դա ավել շատ կրեդիտի վրա ազդում է, անձի կրեդիտը ավել իջնելու է, եթե այդպես անեք, որ պետք է ասեն 6 ամիս հետո կարող է պիտի սկսեք վճարել, չեք վճարում, ձեր կրեդիտ սկորը իջնելու է։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ պիտի խոսեմ jellyfish-ի մասին խոսեմ, հետո մեկ գնաց եւ թրակի ցույցատրեմ, անօրինականներին ձերբակալում են երկրից հանում են եւ overdose են անում շատերը, տեսնենք ավելի շատ են overdose անում, թմրեցուցիչներ անօրինական illegal drug են օգտագործում, թե իջերն է դա ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիր, Raffi's Market գտնում է Burbank-ում, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսի համարին 616 East Glenox փողոցի վրա է գտնվում Glendale-ում, նաև Encino, Commerce եւ Orange County-ում գրասենյակներ ունի։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, նաև ծրագիրը հովանավորում է Անաշե Gift հովանավորում է ծրագիրը, տեսնում եք այս կամ այս ինչ որ ապակից է, եթե սուրճ պիտի պատրաստեք, ընդամենը կին իջեցրեն $9.99։ Իսկ ուզում եմ հիշեցնել, Hollywood Piano-ն իրենց 97-րդ այսինքն աշխատանքային տարեդարձն է, ինչ որ տոնելու են, եւ այս գալիք ուրբաթ օր հայկական համերգ է տեղի ունենալու Hollywood Piano-ում, վաճառքը տեղի ունենում եւ համերգ։ Մայստրո Արմեն Ահարոնյանը այնտեղ է լինելու Դաշնամուրի վրա, իրենք այնտեղ ունեն concert hall ունեն, որ 100 հոգի տարողություն ունի, այդ concert hall-ը Hollywood Piano-ի մեջ։ Դուք ոչինչ չպիտի գնեք։ Ուրբաթ հունիսի 27 ժամը 7-ից հետո 7:30-ը սկսում է, ուրեմն 7-ին այնտեղ եղեք ձեր տեղերը գրավելու համար։ Hollywood Piano-ն գտնում է 499 South Arroyo Parkway, Pasadena։ Pasadena-ում է, բայց անմիջապես Glendale-ի հարևանության է գտնվում Hollywood Piano-ն եւ ինչ ասացի, ուրբաթ, շաբաթ, կիրակի խիստ կինը զեղչված է դաշնամուր գնելու համար, ամեն տեսակ դաշնամուր ունեն, նախապես նախատեսելով, որ այս նախագահ Թրամփը հիմա հարկեր է պահանջում ուրիշ երկրներից, իրենք Գերմանիայից, Չեխոսլովակիա, Չեխ Ռեփուբլիկից, Ֆրանսիայից եւ նաեւ Հարավային Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից դաշնամուրներ ունեն, որ հետո թանկանալու է սրանք, եթե ինչ որ նախագահի ցանկություն այդպես հարկեր պահանջելու, իրենք նախապես դրա համար առեն են դաշնամուրները, գիները խիստ դեղծված վաճառում են, եթե ցանկություն ունեք կարող եք նաև զանգարել, բայց ուրբաթ օրը մայստրո Արմեն Ահարոնյանը այնտեղ է լինելու, այնտեղ ձեզ տալու են գինի, ուտելիքներ, խորտիկներ,
խմորեղեններ անպայման այնտեղ անվճար է մասնակցելու այս կոնցերտին, իսկ այդ օրը ուրբաթ, շաբաթ եւ կիրակի մեծ վաճառք է տեղի ունենալու կվերադառնա։ Ինձ ասացին մի քանի րոպե ավել չունեմ, դրա համար ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Los Angeles County-ն ասում է, որ այս մինչ հիմա գիտեք թմրեցուցիչ են օգտագործում եւ մահ շատ է տեղի ունենում, որովհետեւ երբ թմրեցուցիչ են օգտագործում, չգիտեն ինչքան են վերցրել եւ օվերդոզ են անում, մահանում են։ Հիմա վերջին ժամանակում տեսնենք ինչպես է Los Angeles-ի քանթին ասում է օվերդոզ մահը 22%-ով ավելի իջել է։ Առաջին անգամն է, որ այսպես խոշոր իջել է, միշտ բարձրանում էր LA County-ում։ 30% ֆենթանոլ, նրանք որ ֆենթանոլից մահանում էին, ավելի քիչ են մահանում, 20% մեթ այդ դրա պատճառով, որ օգտագործում են, սա են օգտագործում, մահը պակսել է, բոլորը պատճառն է, որ նարքյան հիմա մի տեղ կա, որ պոլիսը իր մոտ նաև ունի, տեսնում է մեկը օվերդոզ է արել, անմիջապես տալիս են իրեն, այս նարքյան տեղը, փրկարար տեղ է եղել, իրեն անմիջապես տալիս են եւ անձը չի մահանում, եթե ժամանակին իրեն հասցնեն։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։